Բժշկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտները, որոնք այսօր հայտնի գիտնականներ ու բժիշկներ են, վերադառնում են բուհ մասնակցելու գիտական հետազոտություններին։ Ծրագիրը կոչվում է «Վերադարձ»։ Այս անգամ կապույտ դահլիճում ախտաբանական անատոմիա ուղղության մասնագետներն են։ Հերթական հանդիպում քննարկումն անվանի բժիշկ պրոֆեսոր Նելի Խոստիկյանի 85-ամյակի առիթով է։ Այս գեղեցիկ ավանդույթը արդեն տարիներ շարունակ կա բժշկական համալսարանում, մի քանի լսարաններ կան, մեծանուն բժշկապետերի անունը, որից մեկը նաև կրում է Նելի Խոստիկյան անուն։ Իր մոտեցումներով նա միշտ եղել է շատ բարի կամեցող երիտասարդների նկատմամբ, եղել է շատ ներգրաված կլինիկական աշխատանքներում, կառուցողական եւ հանդուրժող իր աշխատանքներում նաև եղել, ինձ բախտ է վիճակվել իր հետ աշխատել, իր կողմից շատ հարցերի պատասխաններ լսել։ Գիտաժողովի ընթացքում հայտարարվեց Նելի Խոստիկյանի անվան դրամաշնորհ։ Դա հնարավորություն կտա ոլորտում գործունեություն ծավալող բժիշկներին վերապատրաստվել արտերկրի առաջատար կլինիկաներում։ Թույլ կտա երիտասարդ մասնագետներին ախտաբանական անատոմիայի ոլորտում տարեկան մեկ անգամ վերապատրաստվել եվրոպական երկրներում, սրանով իսկ խթանելով եւ զարգ տալով այս ուղղության զարգացմանը։ Նելի Խոստիկյանի կրտսեր որդու ուրոլոգ Արմեն Ալոյանի խոսքով իր մոր առաքելությունը ոչ միայն գիտելիք տալն էր, այլև ուսանողների մտածելակերպը փոխելը։ Խոստիկյանի ավագ որդին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է։ Գիտաժողովի անցկացումը կարևորում է նոր սերնդի մասնագիտական որակների ձևավորման տեսանկյունից։ Ինձ թվում է շատ կարևոր է սովորել օրինակների վրա։ Իսկ մենք շատ լավ օրինակներ ունենք եւ մարդիկ ունենք, որ շատ մեծ նվաճումներ են հասել։ Եվ երիտասարդների համար շատ կարևոր է այդ օրինակները հասկանալ, թե ինչ են այդ մարդիկ հաջողակ դարձել, թե ինչն էր կարևոր եղել այդ հաջողության գրավականը, եւ դա շատ կարևոր է նաեւ իրենց զարգացման համար։ Գիտաժողովին քննարկվում է նաեւ նորարար տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ներդրման անհրաժեշտությունը ախտաբանության ոլորտում։ Նշում են, այս հարցում պրոֆեսոր Խոստիկյանն ուներ սկզբունքային դիրքորոշում։ Նելի Գուրգենովնան թեև ավագ սերնդի ներկայացուցիչ էր, բայց միշտ ժամանակից առաջ էր, միշտ այսպես նորարարություններով, նոր տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ անպայման ուզում էր, որ այդ նորագույն տեխնոլոգիաները նույն օրինակ արհեստական բանականությունը ներդրված լինի նաեւ գիտաբժշկական կրթության մեջ։ Մասնագետների խոսքով այսօր աշխարհում անհնար է պատկերացնել ախտաբանական անատոմիայի ուղղությունը առանց թվային գործիքների, ուստի մեր երկիրը եւս չի կարող հետ մնալ նոր զարգացումներից։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։